Եթե կաթողիկոսը ունի իրավունք քաղաքական դաշտում տեսակետ ասելու եւ առաջինը իրենք են սկսել եւ ամենադժվար ու ծանր պահին, երբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը այդ իրավիճակում պատերազմի պարտությունից հետո պահանջում էր, որ վարչապետը հրաժարական տալու վեհապար Հայրապետն էլ միանում էր դրան, նույն տրամաբանության մեջ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի նույն կերպ պահանջելու վեհապար Հայրապետի հրաժարականը, քանի որ եկեղեցին այդ առումով դուրս է եկել սահմանադրական իր ազդեցության շրջանակներից եւ մտել է քաղաքական համատեքստի մեջ։ Բնականաբար այս ամեն ինչը քաղաքական է, ամենատխուրը նրանում է, որ արտաքին քաղաքական է։ Եթե միայն ներքին քաղաքական լիներ, այս խնդրում ես ինձ ավելի լոյալ կպահի, բայց ցավոք սրտի հայ առաքելական եկեղեցին դարձել է Մարիա Զախարովայի խոսնակը։ Այն ինչ Մոսկվայից ասում են, նույնը այստեղ կրկնում են, կամ այստեղից ասում են, որ հետո Մարիա Զախարովան կրկնի։ Եվ տխուր է նաև, որ իրենք արտաքին քաղաքական իրենց ունեցած եկեղեցու կապերն ու ազդեցությունները փորձում են օգտագործել Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ, որը նույնն է Հայաստանի Հանրապետության դեմ։